Ուշագրավ իրավիճակ պաշտպանության նախկին փոխնախարարին սպանելու դեպքով ենթադրյալ մարդասպանին դատարանը ազատ է արձակել։ 2025 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, թե բացահայտվել է Վահրամ Խորխորունու սպանությունը։ 28 տարի առաջ տեղի ունեցած սպանության բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացվեց, թե ինչպես է նախաքննական մարմնին հաջողվել այն բացահայտել։ Եվ ահա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ՍԱ-ն հանդիսանալով զինծառայող նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանությունը։ Ըստ կոմիտեի 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ ՍԱ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչ ՀՆ-ի և ԱԱ-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխան 10,000 ԱՄՆ դոլար և 15,000 ԱՄՆ դոլար գումար։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստական հիմքով ԱԱ-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենային, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառություն։ Վերջինս ձերբակալվել էր, իսկ ահա ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել։ Արդյունքում նախաքննական մարմինը գործով նախաքննության ավարտ էր հայտարարել և գործը ուղարկել էր դատարան։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն գործը դատարան ուղարկելուց հետո ձերբակալված և այնուհետև կալանավորված Սասուն Արուշանյանի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, իսկ օրեր առաջ ահա գործը քննող դատավոր Արտակ Կարապետյանը կալանքը վերացրել է և վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Այսինքն ենթադրյալ մարդասպանը ՑՄԱ ազատազրկման սպառնալիքով կատարած հանցագործության մեջ մեղադրվող անձն այժմ ազատության մեջ է։ Արմլուրին հաջողվեց կապ հաստատել Խորխորունու որդու հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները, սակայն հրաժարվեց պատասխանել մեր լրացուցիչ հարցերին։